չեմ կարող նենց ոնց Ռուբինյանը ատում ՀՅԴ-ին որևէ բան ատել։ Չեմ կարող։ Դա կամ կարողանում ես կամ չես կարողանում։ Ես ուրիշ բան կարող եմ ասել։ 130 մի կողմից ունեք 135 տարվա հույդա իր պատմությամբ, իր ձեռքբերումներով ու իր կորուստներով ու այդ ամեն ինչից դաս քաղած այս հույդա սերունդով։ Այդ ամեն ինչը վերլուծած։ Մյուս կողմից տեսեք ինչ ունեք, ովքեր են թիրախավորում հույդային ու ինձ թվում է շատ ավելի պարզ կլինի, էլի ջրբաժանը որտեղով անցնում։ Շատ հետաքրքիր է ոնց են ՔՊ-ի թիրախները եկեղեցուց մինչև դաշնակցություն լրիվ իդենտիկ ադրբեջանական թիրախներին։ Ես այդ ատելությամբ չեմ կարողանա պատասխանել, փաստերով կարող եմ պատասխանել ու փորձում ենք առնվազն, բայց մյուս կողմից էլ այդ դիլեման կա։ Հիմա իսկապես դա դիտման բան անում, որ Աժամբյոնը վերածվի դաշնակցության պատմության քննարկման, որքան դա ինձ հաճելի կարա լինի, բայց այն ինչ որ հիմա իրանք են անում, դա մնա լուսանցքից դուրս։ Այսինքն լավ, եկեք գնանք քննարկենք Առաջին հանրապետությունը, անվերջ կարող ենք քննարկել, բայց ինչ կար միջև դաշնակցության կողմից այդ Առաջին հանրապետությունը ստեղծելը, Հայաստան կար թե չկար։ Հիմա կարող եք քննարկել ավելի մեծ կարող է լինել, կարող էր ավելի լավը լինել, լավ, բայց դրանից առաջ ինչ-որ բան կար, թե դաշնակցության շնորհիվ եղավ այդ անգամ փոքր բանը, որի հիման վրա մենք ունենք Երրորդ հանրապետություն։ Դրա համար կարծում եմ, որ թիրախավորումներն էլ ինչ որ բանի մասին խոսում են նա մասին, որ մենք իրենց հակապատկերն ենք ամեն ինչում, եւ արարքների, եւ արժեհամակարգի, եւ գաղափարախոսության,